Նույն կաթողիկոսի հետ կապված հարցը։ Բոլորս գիտենք, բոլորս գիտեինք, որ ոչ մեկը չի ասում եմ էլի որ ոչ մեկը չի պահպանել կուսակալությունը եւ շատ էլ լավ արել որ չի պահպանել դա իմ անձնական կարծիքն է հետեւաբար նաեւ դա գիտի նաեւ Նիկոլ Փաշինյանը բայց որտեղից մի րոպե մի բարեկան այսօր ասած փաստեր եմ ներկայացնելու Ամենից ասում եմ բոլորը գիտեն ինչ փաստեր ներկայացնելու Դենք ասում եմ փաստեր եմ ներկայացնելու որ զավակ ունի Ախպեր բոլորը գիտեն այդ մասին Բոլորը գիտեն որ դա այդպես է Ինչու է հիմա Փաշինյանը Հիմա մի րոպե հարցս բանը միտքս ավարտեմ Հա եւ հետեւաբար եթե բոլորս գիտեն նաեւ Նիկոլ Փաշինյանը այդ դեպքում որտեղ է սա ճարելու կաթողիկոսի համապատասխան բան կերպար Բայց 7 տարի առաջ չգիտեինք 7 տարի առաջ չգիտեինք Բայց այդ մասում նպատակային օգտագործում Այդ դեպքում որտեղ է սա ճարելու կաթողիկոսի այսպես կոչված իր երազած տիպարը Որտեղ է սա ճարելու այն արքեպիսկոպոսներին, եթե ճիշտ եմ հասկանում, ովքեր պիտի ընտրեն այդ կաթողիկոսին, որը պահպանել այդ ամեն ինչը։ Չկա դες բան։ Նշանակում է իր նպատակը եկեղեցուն Եթե ոչ ոչնչացնելն է, գոնե հնազանդեցնելն է։ Որը շատ հետևում ինչ-որ բան է թաքնված, որ կարող է պատահի տեղի ունենա եւ հետո մենք արդեն Փաշազադեի հայտարարությունները նկատի ունեք, Փաշազադեի հայտարարությունները Պատասխան չի Նիկոլ Փաշինյանի այս սկսածը Ադրբեջանից Ոչ Դա հիմքում ընկած այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետականորեն պետություն իշխանությունը չի զբաղվելու Արցախի խնդրով։ Ինչի հետ ես կներեք նվաստս միանշանակ համաձայն եմ բայց թույլ չտալ եկեղեցուն զբաղվել այդպիսի խնդիրներով որը հենց եկեղեցու այսինքն սկզբունքներից մեկն է մարդկանց իրավունքների պաշտպանության ընդ որում կարող է պատահի նաև եկեղեցի հայ առաքելական եկեղեցի պաշտպանի մուսուլմանական ինչ-որ մի խմբի ինչ-որ մի էթնոսի շահերն պաշտպանի մարդկային արժեք համակարգից ելնելով այստեղ էլ պաշտպանում է Ղարաբաղցիների շահերը, Ղարաբաղցիների մեր հայրենակիցների իրավունքը, բա պիտի անի։ Այսինքն Փաշինյանն ու Փաշազադեն նույն գծի մեջ են։ Համաժողովն է եղել։ Այո, դա բոլորս գիտեինք, որ եկեղեցականները կուսակալություն չեն պահում կուսակալությունը։ Որտեղից գիտեք, ինչ եք տեսել։ Որտեղ ես տղամարդ եմ, էլի, գիտեք, կներեք, էլի։ Դա ենթադրության մակարդակի է։ Ենթադրության իհարկե, բայց համոզվածությամբ կա աստիճանի ենթադրություն, էլի, ոչ թե ասենք այս ապրիորի, հետո գիտեք ինչ, ասենք կուսակալություն։ Այդ կուսակալությունը շուտ ժամանակից հետո են, չէ՞ ընդունում։ Ասենք մեկը կարող է պատահի կուսակալություն ունենալի 30 տարեկանից։ Բայց միջև այդ կուսակալություն չէր։ Հետո դառավ կուսակալություն։ Նշանակում է կուսակալությունը ես նվաստես, որ չեմ եղել, չեմ հանդիսանում ես իմիջ բանը մակարդակի հավատացյալ, ես հասկացել եմ հետևյալ ձևով, որ չամուսնանան այդ մարդիկ, չամուսնանան, պիտի ազատ լինեն իրենց բաների մեջ, ասենք կուսակալության հենց այնպես խախտված է, եթե այդպես նայենք, կուսակալություն, եթե ճիշտ եմ հասկանում կույս բառի իմաստը, խախտված է եղել, որ հետո որոշ ժամանակ հետո է դառել, չէ՞ կուսակալություն, ուզում է այդ բանը չի պահպանված եղել, հետևաբար կուսակալությունը ես ինքս հասկացել եմ այն կոնտեքստում, որ Չպիտի ամուսնանա, ստանաբերված չլինի այդ հոգսերով, որպեսզի ազատ լինի ծառայելու։ Ղազարյանի դեպ դրա հետ կապված են արել, որ խախտել են։ Աստիճ լավ։ Որովհետև եթե մենք գնանք դարերի խորքից եւ գանք, հնարամետ հաշվենք, տենանք քանի հոգի մենք ունեցել այդ մակարդակի հոգեվորականներ, որոնք իհարկե բոլորս գիտենք, որ կրթված, զարգացած, ուժեղ, նաեւ եւ այդ հազարավոր մարդիկ, ասենք պատկերացնում եք, ստերուն տված չլինեին։ Մենք հիմա որպես պետություններ կարող չլինեինք։